Ֆրանցիսկոս Պապն իրենց անունով կոչեց։ Հռոմի Պապի մատուցած պատմական պատարագը հասարակական ու քաղաքական գործիչների քննարկումների կիզակետում։ Մեծ Մանթաշում Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար է կանգնեցվել։ Եղեռնի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է։ Հիշում ենք ու պահանջում Գյումրու թիվ 10 դպրոցում հուշապատ է բացվել։ Սուրբ Հարություն հոգևոր փաստավավերագրական ֆիլմի դիտում։ Կարճամետրաժ ֆիլմը ներկայացնում է Սուրբ Հարության տոնի իսկությունը։ Շարունակվում է Թուրքիայի քաղաքացի Էվլիա Գյումուրթեքինի սպանության գործի քննությունը։ Մեղադրող և պաշտպանական կողմերի առաջարկով դատական նիստը հետաձգվել է։ Լիրարքա Արթուր Սահակյանի բեմադրությամբ աճեմյանցիները պատրաստվում են նոր ներկայացման։ Եթերում այսօրի մարզային թողարկումն է ձեզ։ Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Պապի մատուցած պատմական պատարագը հասարակական ու քաղաքական գործիչների քննարկումների կիզակետում է։ Բանախոսներն ասուլիսներում հայոց ցեղասպանության մասին հովվապետի գնահատականները մեր երկրի արտաքին քաղաքական ձեռքբերումներից են համարել, նշելով, որ դրանք շարունակական ազդեցություն կունենան հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պայքարում, իսկ Թուրքիայի արձագանքը նրանց համար սպասելի է եղել։ Սուրբ Պետրոսում Ֆրանցիսկոս Պապը իրենց անունով կոչեց։ Ապրիլի 12-ը կարևոր հանգրվան է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ճանապարհին։ Սրբազան քահանայապետն այսպիսով ընդգծեց, որ միջպետական հարաբերությունների հիմքում ոչ միայն տնտեսական ու քաղաքական շահերն են, այլև արժե համակարգը, ձևակերպում Արտաքին ներկա գտնված ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։ Քահանայապետի յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր արտահայտություն ոչ միայն մեզ հայերիս հետ կապված, այլ նաև մեծ ազդեցություն ունի համաշխարհային գործընթացներում։ Վատիկանը և Սուրբ Աթոռը իր ամենաուղիղ և ամենաանմիջական, ամենամեծ ազդեցությունն ունի այնպիսի համաշխարհային գործընթացներում, որ մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել։ Թուրքիայի համար սա բնականաբար սառը ցնցուղ էր ու շոկ։ Պատգամավորը պատահական չի համարում Անկարայի նյարդային արձագանքը։ Թուրքական կողմը կաներ ամեն ինչ, որ տեղի չունենար այն, ինչ տեղի ունեցավ։ Պատարագին ներկա եղել նաև բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ընդգծում է ցեղասպանություն բառը հնչեց մի մարդու շուրթերից, որին ականջալուր է ամբողջ աշխարհը։ Պատգամորի մեսեջունի համաշխարհային ռուսիանը, որ հայերի պահանջը արդար է, այդ
ցեղասպանությունը դատապարտել ուրեմն պարտքն է համարում իրեն եւ ամբողջ աշխարհի մարդասեր մարդկային մարդկության Շաբաթը հայկական էր ոչ միայն Վատիկանում, այլև Իտալիայում։ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը նաև Նեապոլում Գրիգոր Լուսավորչի մասունքների վերազետեղումը նկատի ունի։ Նեապոլի արարողությունը եւ թե Վատիկանի արարողությունը միաժամանակ մեծ անձնարված հնարավորություններ են եւ կարելի ասել մենք կարող ենք հոգեվոր մշակութային առումով օգտվել այդ հնարավորություններից ըստ արժանվույն ներկայացնելով մեր ներկայությունը Եվրոպա Իդեպ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Պետրոսի տաճարում պատարագից մեկ օր անց Վատիկանի Սուրբ Մարթայի եկեղեցում պատարագի ժամանակ վերահաստատել է ապրիլի 12-ին ասածը։ Noi non facciamo pubblicità di Gesù Cristo. Եկեղեցին անկեղծության վայր է, որտեղ մարդիկ պետք է ազնվորեն խոսեն։ Քրիստոնյաների համար չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, եթե անգամ այն դառն է։ Մենք չենք կարող լռել այն ամենի մասին, ինչ տեսել եւ լսել ենք։ Իտալական անկրոնոս.com կայքի հարցազրույցի ժամանակ թեմային անդրադարձել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին արված հայտարարությունը համերաշխության զորակցության կարևոր ուղերձ էր հայ ժողովրդին, նաև աջակցություն միջազգային հանրության ջանքերին ուղղված կուսակցության դեմ նոր հանցագործությունների ցեղասպանությունների կանխարգելմանը։ Թուրքիան անմիջապես նյարդայնացավ ու դժգոհեց իտալական լրատվամիջոցը նախարարից մեկնաբանություն է խնդրել։ Սա աշխարհի 1 միլիարդ 200 միլիոն կաթոլիկների հոգու առաջնորդի խոսք է։ Եթե Թուրքիայում համաձայն չեն այդ կարծիքի հետ, համաձայն չեն հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների միջազգային կառույցների կարծիքի հետ, ապա դա Թուրքիայի խնդիրն է, այլ ոչ թե միջազգային հանրության։ Դա փաստում է, որ Թուրքիան եւ միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով, ընդգծել է նախարարը։ Սա ևս մեկ ապացույց է, որ Թուրքիան պետական մակարդակով շարունակում է ժխտողական քաղաքականությունը, դրանով իսկ վերցնելով օսմանյան կայսրության իրականացրած հանցագործության պատասխանատվությունը։ Առաջնորդվելով համամարտկային վեհարժեքներով իր իմաստուն խոսքն ասաց Հռոմի Պապը, քողարկել կամ ժխտել չարիքը նշանակում է արնակամանել վերքը առանց վիրակապելու։ Արտգործնախարարը շեշտել է ժխտողականությունը ոչ թե հաշտեցման, այլ մարդկության դեմ նոր հանցագործությունների դուռը բացում։ Արկադի Գրիգորյան, Արման Ղարիբյան, Գևորգ Նապետյան այսօր։ Ամերիկահայերը ևս ողջունում են Հռոմի Պապի քայլը, նշելով հայոց ցեղասպանության վերաբերյալ աննախադեպ հայտարարությամբ փոխապետն աշխարհին կրկին հիշեցրեց մարդկության դեմ
իրականացված հանցանքի ճանաչման կարևորությունը։ Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները համոզված են, որ Սուրբ Պետրոսի տաճարի պատարագը կարևոր ուղերձ է Թուրքիային և աշխարհին։ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունը, որով նա հայոց ցեղասպանությունը որակեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, կարևորագույն նշանակություն ունի հայ ժողովրդի համար, համոզված է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Հարգելով այս ցեղասպանության զոհերի հիշատակն աշխարհին հիշեցնում է, որ այդ զոհերը մոռացված չեն լինելու։ Արդունի խոսքով Հռոմի Պապի հայտարարությունը հսկայական քայլ է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Մենք ողջունում ենք Պապի հայտարարությունը, որը չափազանց կարևոր է հայոց ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվության բարձրացման համար ողջ աշխարհում։ Այն թույլ կտա նաև գրավել Միացյալ Նահանգներում հասարակության ավելի լայն շերտերի ուշադրությունը։ Նշենք, որ հայ դատի հանձնախումբը նույնպես ողջունել է Հռոմի Պապի հայտարարությունը, անվանելով այն աննախադեպ պատարագի ընթացքում ասված փայլուն խոսքեր։ Սուրբ Պետրոս տաճարում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունը լայն արձագանք առաջացրեց նաև Թուրքիայում, այսպես Թուրքիայի Եվրամիության հետ հարաբերությունների նախարար Վոլքան Բասկինն ասաց, որ Թուրքիայի կառավարության համար Հռոմի Պապի հայտարարությունն անընդունելի է, սակայն Թուրքիայի բոլոր բնակիչները չեն, որ համամիտ են նրա հետ։ Այս Սումվայի ճոլգերի համար հայոց ցեղասպանությունը ցավալի վերք է։ Անձամբ ես ճանաչում եմ ցեղասպանության փաստը։ Ուրախ եմ, որ Պապը հայտարարեց դրա մասին, ի վերջո, եթե նույնիսկ կային քրիստոնյաներում համար դա անորոշ էր, այժմ ամեն ինչ պարզ է։ Թուրքիայի բնակիչ Քեմալ Քիլիկն ընդհակառակը զայրացած է Պապի հայտարարությունից։ Ես դատապարտում եմ այդ հայտարարությունը ու չեմ ընդունում Պապին։ Հատկանշական է, որ Թուրքիայում գտնվող արտերկրյա զբոսաշրջիկները, որոնք խոսել էին լրագրողների հետ, միանշանակ աջակցություն են հայտնել Ֆրանցիսկոս Պապի հայտարարությանը։ Լավ է, որ Պապը բարձրացրեց այդ խնդիրը, ի վերջո դա պետք է արվեր։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։ Պապի ելույթից և քարդաշյանական հեղափոխությունից հետո Թուրքիան պարտվեց տեղեկատվական պատերազմում, այդ երկրում սուգ է, կարծում է տեղեկատվական անվտանգության փորձագետը։ Հայաստանը և հայկական հարցը տեղեկատվական դաշտում բավականին շահեկան դիրքում են։ Վերջին շաբաթում կատարվածը Թուրքիային տեղեկատվական երկու ուժեղ ապտակ հասցրեց։ Այդ երկրում
այսպես կոչված PR աղետ է։ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապի ելույթը Թուրքիան երկար ժամանակ չի մարսելու, վստահ է Տիգրան Քոչարյանը։ Այստեղ պետք է աշխատանք տարվի, երևույթը շատ արագ, որ այդ կաթոլիկ պետությունները, օրինակ Ֆիլիպիններ, Բրազիլիա եւ այլն, իրանք շատ արագ բոլոր բանաձևերը կընդունեն եւ հողմանները հենց Հռոմի պապի հայտարարության վրա։ Հետաքրքիր է, որ Սրբազան Հովվապետի խոսքերից հատկապես Ադրբեջանն է նեղվել, Բաքվում տարակուսանքի մեջ է, չգիտի, թե ինչու Վատիկանն իր հետ այդպես վարվեց, քանի որ Մեհրիբան Ալիևայի ջանքերով Վատիկանում միլիոնանոց ներդրումներ են արվել, փաստորեն իզուր։ Հետաքրքիր է, որ շատ դեպքերում ավելի վիրավորված են իրենց գում ադրբեջանցիները, այլ ոչ թե թուրքերը։ Կոմպլեքսավորված պետությունը մինչև վերջ է կոմպլեքսավորվում։ Ինչ վերաբերում է Քարդաշյանի այցին, բլոգերը նկատում է արդյունքը վերջում երևաց աշխարհահռչակ արածի արժեքն առաջիկայում հատկապես տուրիստական կազմակերպությունները կզգան։ Ֆորումները նայում է եւ Քարդաշյանի եւ Քանիե Վեսթի երկրպագուներ ինչ-որ պատրաստում են միասին գալ այցելել Հայաստան Քարդաշյանի հետքերով։ Տեղեկատվական անվտանգության մասնագետը նշում է, որ 100-ամյակին ընդառաջ Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ ուժերով կփորձեն ապակայունացնել իրավիճակը սահմանին։ Բացի այդ, ԲՀԿ-ին քաղաքական դաշտից մեկուսացնելը եւ հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչների ձերբակալությունը ներքին ընդվզումների առիթ չեն տա։ Քոչարյանի խոսքով ռեժիմի դերքարողներին ժամանակավորապես չեզոքացրել են, որպեսզի չհարամեն 100-ամյակի միջոցառումները։ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ եթե ակտիվիստները կրկին փորձեն ցույցեր կազմակերպել անվտանգության նկատառումներով, նրանց էլ կձերբակալեն։ Իմ կարծիքով դա եղել է եւ այն բարձր պաշտոնյաների, որոնք ժամանելու են Հայաստան իրենց անվտանգության պահանջն է եղել, որպեսզի որևէ ապակայունացնող քայլ այստեղ չլինի եւ անվտանգության որևէ բան չխանգարի։ Տիգրան Քոչարյանը հորդորում է ուշադիր լինել հալեպահայության խնդիրների հանդեպ։ Վերջին օրերին իսլամիստներն ակտիվորեն հրետակոծում էին Հալեպը։ Բլոգերի խոսքով պարզապես կատարում են Թուրքիայի հրամանը, որը Վատիկանում տեղի ունեցածից կատաղած մաղձը թափեց հալեպահայության վրա։ Լուիզա Սուքիասյան, Գևորգ Մանուկյան, Աշոտ Սարգսյան, այսօր։ Ապրիլի 13-ին Մադրիդի թագավորական Ալմուդենա տաճարում տեղի ունեցել պատարագ նվիրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այն մատուցել է Մադրիդի արքեպիսկոպոս Կարլոս Օսորոսիերան, Իսպանիայի հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների մասնակցությամբ։ Պատարագին ներկային եղել Իսպանիայի կոնգրեսի և սենատի անդամներ, արտաքին գործերի և համագործակցության նախարար
կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Իսպանիայում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, իսպանացի մտավորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերլին Սարգսյանը Թվիթերի իր միկրոբլոգում կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Նա նաև ներկայացրել է տատի պատմած սարսափելի դեպքերի մասին, թե ինչպես են թուրքեր իրենց գյուղ, սպանել տղամարդկանց, բռնաբարել կանանց ու աղջիկներին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները բնորոշում է որպես դաժանագույն ոճրագործություն։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլոխոսնակ Ստեֆան Դույարիչը այս մասին հայտարարել է Հռոմի պապի հատուկ պատարագից հետո, որի ընթացքում Ֆրանցիսկոս պապը հայերի կոտորածները բնորոշել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։ Պան Գի Մունը կարծում է, որ փաստերը ճշտելու համատեղ ուսումնասիրությունը կամրապնդի մեր կոլեկտիվ վճռականությունը, կանխելու այդպիսի դաժանագույն ոճրագործությունների կրկնությունն ապագայում։ Associated Press-ի փոխանցմամբ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամլոխոսնակը։ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է։ Շրջանակներում հուշապատ է բացվել Գյումրու թիվ 10 դպրոցում։ Հուշապատի ստեղծման գաղափարն ու նախաձեռնությունը եռակողմ է։ Թիվ 10 դպրոց, Արաքս կենտրոն հասարակական կազմակերպություն և Շիրակի մարզպետարան։ Նպատակն է մատաղ սերնդի մոտ միշտ արթուն պահել 100 տարի առաջ կատարված ցեղասպանության փաստը։ Հիշում ենք և պահանջում, սա պետք է լինի յուրաքանչյուրի արդար պահանջը։ Հուշապատը, որը փորձեցինք դարձնել ցեղասպանության դպրոցում միակ կայականը։ Մենք եթե ժողովուրդ դարձություն չունենանք, ինչքան միջոցառումներ լանենք, ինչքան պատեր բացենք, մեր երկիրը մեզ չի վերադառնա։ Կարևորը մեր հիշողությունն է, որտեղ ազգը ժողովուրդը իր հիշողությամբ է, որ ապագա ունի։ Մեր պատմությունը այն լավագույն հսկան է, որի դասերը քաղելով, որի վրա կանգնելով մենք կարող ենք նաև ունենալ մեր ապագան ավելի պայծառ ու ավելի գեղեցիկ։ Մեր զորը դարձել էին հանցագործության զոհ, որ ժամանակին անուն չէր ունեցել, բայց դա ծանրագույն ոճրագործություն էր, որը պաշտոնական Թուրքիայում մինչ օրս չի ցանկանում առերեսվել, և որ արտարությունը մի տեղ երկար ժամանակ չի կարող անդրադառնալ և կգտնի իր տեղը, և մեր
զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար է կանգնեցվել։ Հուշաքարը բացել են 20-րդ դարասկզբին հայ կոտորածներից փրկված ու մեծ մանտաշում բնակություն հաստատած Հմայակ Թադևոսյանի ծոռները։ Եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշաքարը կերտվել է մի քանի ամսում, սակայն դարեր շարունակ գալիք սերունդներին կվկայակոչի ցեղասպանության փաստն ու դրա ընդունումը։ Հայ ժողովուրդը դառնություններ շատ է տեսել, բայց այս մեկը դառնություն չէր։ Սա հարավիշտ էր, որ 15 թվականին աննկարագրելի, անհասկանալի մի դաժան իրողություն, որի հետ մենք հաշտվել չենք կարող բնականաբար։ Եվ այսօր մանտաշիները ցույց են տալիս իրենց անհաշտությունը այս ամենի նկատմամբ այս խաչքարով։ Մեծ մանտաշում վերհառնող հուշաքարը բացեցին հայկական կոտորած փրկված գաղթական Հմայակ Թադևոսյանի ծոռները։ Այնուհետ Տեր Եղիշեր Քահանա Նազարյանի ձեռամբ օրհնվեց ու օծվեց խաչքարը։ Անցյալի հիշողությունն է մեզ, որ մենք որպես խաչի զավակ ինչ նեղություն է լինի, ինչ դժվարություն է լինի, հայը կարող է արյուն տալ, կյանք տալ, բայց երբեք այս խաչը չդավաճանել և խաչին թշնամի չդառնալ։ Բոլորից պարտքն ու պարտականություններ ավելի հավերժացնել մի կերպ այս անխոս վկայով սերունդներին հաղորդենք մեր ազգի պատմությունը, Եղեռնի պատմությունը, եղեռնագործների պատմությունը։ Մեծ մանտաշում հիմնականում գաղթել ու բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Խնուցի և Բասեն գավառների գյուղերից։ Պապենական արմատները թույլ չեն տալիս մոռանալ 20-րդ դարասկզբին կատարված հայկական կոտորածները։ Խաչքար կոտողը տեղադրելով մենք ցույց ենք տալիս մեր ողբերգությունը և փոխանցելով մեր սերունդներին, որպեսզի ճանաչելի դառնա և հիշել այս ողբերգական ցեղասպանության հիշատակը հավերժ պահելու համար։ Հուշարձան դնելը, Եղեռնի մասին հիշեցնելը առաջին հերթին մեր երեխաների համար է։ Իրենք մեծերը գիտեն, մեզանից շատ մեծերը գիտեն։ Մանտաշցիները Եղեռնի
սկսել են գաղթել 28,828 թվականից սկսած։ Հիմնադրվել ու մինչև օրս այստեղ ենք, շենացրել ենք, չնայած դժվար է պայմանները, դժվար աշխարհագրական տեսակետից դառը պայմաններ մի քիչ դժվար պայմաններում, բայց ապրում ենք, կարարում ենք, դա մեր պարտքն է։ Միջոցառումից հետո կատարվեց պսակադրության արարողություն, այնուհետ պուրակում ծառատուն կազմակերպվեց։ Ալաբաղդասարյան Արթուր Մարգարյան այսօր։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 14-ին շարունակվել է Թուրքիայի քաղաքացի Էվլիա Գյումուրթեքինի սպանության գործի քննությունը։ Արդիկ քրեակատարողական հիմնարկից Գյումրի էր բերվել ամբաստանյալ Մաքսիմ Բաքոյանը։ Տուժողի իրավահաջորդները սակայն չէին ներկայացել դատարան։ Նիստը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանը նշել է, որ դատարանը պատշաճ կարգով նրան ծանոթացրել է այս դատական նիստի օրվա ու ժամի մասին, սակայն գրավոր կամ մեկ այլ կարգով չի ստացել պատասխան, որից հասկանալի կդառնար, թե տուժողի իրավահաջորդը ծանոթացել է ծանոթագրին, թե ոչ։ Սրանով պայմանավորված մեղադրող և պաշտպանական կողմերի առաջարկով դատական նիստը հետաձգվել է։ Բացահայտվել է Իրանից մեծ քանակությամբ թմրանյութ Հայաստանի սահմանն անցկացնելու հերթական փորձը։ Ֆինանսների նախարարության խաբաթողումային հսկողության վարչությունը կանխել է առանձնապես խոշոր չափի մեթամֆետամին տեսակի թմրանյութի ներկրումը Հայաստան։ Սպիտակագույն ունեցող փոշի նման այս թմրանյութը, որ հայտնի է մեթամֆետամին անունով, բավականին մեծ պահանջարկ ունի աշխարհում։ Այն ամֆետամինների խմբին պատկանող արհեստական ճանապարհով ստացված թմրամիջոց է, որն առաջին անգամ
սինթեզվել է 1915 թվականին։ Մեթամֆետամինի մաքսանեն տեղափոխման խոշորագույն փորձը կանխել են մեքսիկական հատուկ ծառայությունները 2012 թվականին։ Իսկ հայաստանյան պրակտիկայում այս թմրանյութի աննախադեպ քանակը օրերս հայտնաբերել է նախապատրաստողման զգողության վարչությունը շուրջ $500,000 արժողությամբ մեթամֆետամին տեսակի թմրանյութ։ Նախապատրաստողման հսկողության վարչության և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված համատեղ օպերատիվ հսկողական միջոցառումների արդյունքում հայ-իրանական սահմանին կանխել ենք շուրջ 2.5 կիլոգրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութի ներկրում հանրապետություն։ Իդեպ շուրջ 1 տոննա հերոին տեսակի թմրամիջում հայտնաբերումից հետո սա երրորդ խոշոր խմբաքանակն է, որ կանխվել է նախապատրաստողման զգողության վարչության աշխատակիցների կողմից։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով մեթամֆետամինի առանձնապես խոշոր չափ է համարում ավելի քան 1.5 գրամ քաշով զանգվածը, իսկ ըստ վերլուծությունների սև շուկայում թմրանյութի այս տեսակի իրացման գինը տատանվում է $200-300 ԱՄՆ շրջանակում։ Եթե համաշխարհային պրակտիկայում մեթամֆետամինի մաքսանենգ տեղափոխման հայտնի եղանակներից են շոկոլադապատ սալիկը, ներքնաշորերը և այլն, ապա հայաստանյան այս դեպքը գերազանցել է միջազգային բոլոր հնարքները։ Ինչպես տեսնում եք, Իրանի քաղաքացին նախապես ճամպրուկի մեջ թաքստոց էր պատրաստել, որպեսզի խուսափի զննման սարքավորումների միջոցով բացահայտվելուց։ Մասնավորապես այս անգամ ճամպրուկի կողային հատվածներն էին մեթամֆետամինի թաքստոցը դարձել, ինչը սակայն չէր վրիպել վարչության աչքալուրջ աշխատակիցների տեսադաշտից, դեպքով կատարվում է ություն։ Փորձը ցույց է տալիս, որ թմրամիջոցների ապօրինի ներկրման փորձերը մեծ մասամբ բացահայտում են հայ-իրանական սահմանին։ Օրերս կրկին մեղրի մաքսակետում վարչության աշխատակիցներն Իրանի քաղաքացու վերնաշապիկի գրպանից, ինչպես նաև նրան պատկանող մանկական գրենական պիտույտների պայուսակից հայտնաբերել են մաքսային զգողությունից թաքցված 62 գրամ ընդհանուր քաշով սև գույնի ափիոնանման զանգված։ Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժին։ Միջազգային լրահոսից Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կմեկնի Ստամբուլ Գալիպոլի տոնակատարություններին մասնակցելու նպատակով։ Հայաստանի իշխանությունները բազմիցս քննադատել են հայոց ցեղասպանության տարելիցի օրը ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլի տոնակատարությունները անցկացնելու Անկարայի որոշումը։ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակներում առաջիկայում Երևան կժամանի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանն աշխատանքային մի շարք արտոնություններ է տրամադրում Եվրասիական տնտեսական միության աշխատանքային միգրանտներին, տեղեկացնում է ռուսաստանյան Նովոստի լրատվական
կուսակալությունը վկայակոչելով Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոստանտին Ռոմոդանովսկիին։ Մոսկվայում տեղի ունեցած համագործակցությունը միգրացիոն ոլորտում ժամանակակից միտումներ կլոր սեղանի ընթացքում Ռոմոդանովսկին ասել է. այն արտոնությունները, որ տրամադրվում են աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին, կեցության և գործունեության առումով առավելագույնն են, այսինքն ոչ ԱՊՀ երկրների, ոչ արտասահմանյան գործընկերների հետ Ռուսաստանը երկկողմ ձևաչափով նման արտոնություններ չի սահմանել։ Ըստ Ռոմոդանովսկու, աշխատանքային միգրանտների համար վերացվել է աշխատանքի թույլատրման փաստաթղթերի ձևակերպումը, երկարացվել է միգրացիոն հաշվառման կանգնելու ժամկետը, նրանք բուժօգնություն են ստանում նույն պայմանով, ինչ Ռուսաստանի քաղաքացիները, և կարող են աշխատանքի անցնել ոչ միայն աշխատանքային, այլև քաղիրավական պայմանագրով։ Ադրբեջանն աշխարհի նորովի ներկայանալու համար կերպարանափոխում է մայրաքաղաք Բաքվի արտաքին տեսքը։ Քանդվում են հին շենքեր, ոչնչացվում են թափառող կենդանիներ, անտուն մարդիկ տարվում են քաղաքից դուրս։ Եվ սա կոչվում է եվրոպական խաղերի նախապատրաստություն։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հունիսին կայանալու են եվրոպական առաջին խաղերը։ Դրանց անցկացման գաղափարը երկրում հասունացավ այն բանից հետո, երբ Բաքվում օլիմպիական խաղեր անցկացնելու երկու անհաջող փորձ արվեց, գրում է Ոսկանապատ ինֆոկայքը և հավելում, որ տարբեր միջոցառումներով ամեն ինչ արվում է Ադրբեջանը որպես հարուստ, անվտանգ, ժողովրդավար և մաքուր երկիր ներկայացնելու համար։ Բաքվին ժամանակակից տեսք հաղորդելու նպատակով քաղաքի այսպես կոչվող սովետական թաղամասի շենքերը քանդում են, սակայն բնակիչներին անհրաժեշտ փոխհատուցում չի տրվում։ Բողոքի ցույցերից խուսափելու համար իշխանությունները ձերբակալում են քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների և կառավարության քննադատների։ Մայրաքաղաքի թափառող կենդանիներին ոչնչացնում են, նաև այդ կերպ մաքրելով փողոցները, իսկ անտուն մարդկանց տանում են քաղաքից առնվազն 100 կիլոմետր հեռու և թողնում բախտի քմաչուկին, նրանցից շատերը մահանում են։ Քաղաքին ժամանակակից տեսք հաղորդելու համար հին շենքերի ճակատային հատվածները երեսպատում են պոլիուրեթանով, ինչը մեծացնում է հրդեհի բռնկման հավանականությունը։ Բաքվի իշխանությունները անմխիթար թաղամասերի թշվառությունը քողարկելու համար շենքի ճակատ հիշեցնող ժամանակավոր ցուցադրական պատեր են կանգնեցնում։ Ահա նաև այսպես են Բաքվի իշխանությունները պատրաստվում եվրոպական խաղերին։ Գրիշ Աղաջանյան, Գևորգ Նահապետյան, այսօր։
մշակութային անցուդարձից Երևանից հրավիրված անվանի ռեժիսոր Արթուր Սահակյանն աճեմյանցիների հետ բեմադրել է լիրարքան։ Այսօր Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում արվել է դերերի բաշխում, խոսվել է Շեքսպիրյան խոսքի ու ասելիքի կարևորության մասին։ Ներկայացումը լինելու է գյումրեցիների համար, ստահեցրել է Արթուր Սահակյանն ու շեշտել, որ 14 տարի առաջ ևս աճեմյանցիների հետ աշխատելու առիթ ունեցել է։ Ֆրուզա Միքայելյան Ալբանի դրամատուրգ մոդեռնի Ֆրուզա Միքայելյան կարողացել է ճիշտ է։ Դերաբաշխում Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում դասական գործ Շեքսպիր լիրարքա ռեժիսոր Արթուր Սահակյանը դրամատիկականի բեմում կենթանություն է տալու բոլոր ժամանակների համար պահանջված գործին։ Ասում են Շեքսպիրյան խոսքի անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում։ Շեքսպիրը միշտ էլ մեր ժամանակակիցն է եւ դեռ շատ կլինի ժամանակից եկող սերունդների համար։ Այսօր հատկապես լիրարքայում, որը համատական է, այսպես ասած Համլետի հետ, իստամեց գլուխգործոց է, գիտեք, լիրարքան եւ Համլետ համարյա նույն ժարի վրա են, կարելի է այդպես ասել։ Այսօր այնպիսի հարցեր են շոշափում լիրարքայում, ոչ թե այնպես ծնող եւ որդի, հայր եւ որդիներ, այլ նաեւ քաղաքական, սոցիալական, մերկեցության լրիվ ամեն հարցեր կան։ Ունի այնպիսի սյուժետային գծեր, այնպիսի բան կա, որ որոշակորեն կապված է մեր կյանքի անցուդարձի հետ, փոխհարաբերությունների հետ։ Կարծում եմ ինքը հրաշալի աշխատանք ստացվի։ Կարելի է կարծել, որ հանդիսատեսը կընդունի այս նախաձեռնությունը, շատ լավ միտք է այնպիսի մի ռեժիսոր է աշխատող այսօր հանրապետությունում առաջիններից է։ Մոտ 1 տարի առաջ էր ծրագրվել Երևանից հրավիրել Արթուր Սահակյանին Շեքսպիր բեմադրելու համար։ Ռեժիսորի ընտրությունը պատահական չէ, նախ Գյումրիում աշխատելու փորձը, հետո նաև մասնագիտական ունակությունները։ 2001 թվականին աշխատի բավականին վաղուց լուսահոգի Անդրանիկ Գամջյանի հրավերով ես եկա Գյումրի և մեծ շատ լավ ընկերներ ձեռբերելով արեցին Գյումրվա տարանգից ցավոք սրտի քիչ գնաց դե չգիտեմ ես լավ ծանոթ չեմ քաղաքի բանին Երուսաղեմին լավ ծանոթ չեմ 2001-ին արեցին ներկայացում և 14 տարի անց բայց մեծ կարոտով մի
միշտ զանգում ենք, միշտ տեսնում ենք իրար, ափսոսում ենք, որ ժամանակ բան չի լինում, առիթ չի լինում ավելի երկար շփվելու, Ռաֆիկը, Հրաչը։ Ինձ համար նորություն է Շեքսպիրի մեջ զբաղվել դեր ունենալը, ես կփորձեմ ամեն կերպ կոնե զբաղված լինեմ, որովհետև վերջիվերջո այդ չափածոյատիպի խոսելը ինձ համար նորություն է, դեր ես չեմ փորձել երբեք, արդեն 20-25 տարի ես դերասան եմ, դեր ինձ բախ չի վիճակվել նման դեր խաղալ։ Լիրարքայում կերպարները մարմնավորելու են ոչ միայն աճեմյանցիները, այլ նաև թատերականի ուսանողները։ Մայրաքաղաքից դերասաններ չեն հրավիրվի, ներկայացման մեջ զբաղված կլինի նաև մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը։ Երկար ժամանակ ուզում եմ թատրոնում լինել, դերով հանդես կար, կարծում եմ իրական հենց խտանքը հանդիսանա, որ նա լինի թատրոնում և միշտ է թատրոնի հետ, բայց արդեն տեսնենք Երջանիկ եմ ես, որ ես հրավեր եմ ստացել և ես վերջապես մտնել եմ թատրոն և խաղալու եմ լիրարքայում, չգիտեմ ինչ, բայց ինչ էլ լինի, ես որոշել եմ, որ պետք է խաղամ։ Դերասաններն այժմ փորձում են ու կարդում իրենց համար նախապես առանձնացված տեքստերը, թե լիրարքան Գյումրեցի հանդիսատեսի դատին երբ կհանձնվի, դեռ հայտնի չէ, աշխատանքը շատ է, ակնկալվող արդյունքները մեծ։ Մենք որոշել ենք հայտարարել ժամանից մեր աչիկների օժիգն այլևայել, որապակային որևէ վեճի առել չմնա։ Ֆրանսիայի արքան և բուրգունդացին մեծ մրցակիցներ մեր փոքր աղջկա սիրո պայքարում, լավուցի վեր է, որ սպասում են սիրային հուսով մեր արքանից։ Ես սիրում եմ ձեզ առավել, քան միջապելի Ռեժիսոր Արթուր Սահակյանը նշում է, չնայած զբաղվածությանը, շաբաթվա մի քանի օրը տրամադրելու է սկսած գործին, կաշխատի հաճախ լինել Գյումրիում ու փորձերի միջոցով իրական դարձնել իր պատկերացրած և դեռ մտովի ստեղծած լիրարքային։ Նազել Էլբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Սուրբ Հարություն հոգևոր փաստավավերագրական ֆիլմի դիտումն է կայացել Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում։ Այն նկարահանվել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցասեր երիտասարդաց միության կողմից։ Կարճամետրաժ ֆիլմը ներկայացնում է Սուրբ Հարության տոնի իսկությունը, ծիսական առանձնահատկություններն ու տոնակատարության ժողովրդական սովորույթները։ Ծրագիրը շարունակական է, հաջորդ թիվ նկարահանվելու են եկեղեցական տոներ ներկայացնող այլ ֆիլմեր ևս, իրենց ծիսական և ազգագրական դրսևորումներով։ Սուրբ Հարություն
Երջանկություն հոգևոր փաստավավերագրական ֆիլմը կցուցադրվի Ցայք հեռուստաընկերության եթերում ապրիլի 15-ին։ Երիտասարդներով պատրաստվում ենք նկարել և նկարահանել ենք մեր առաքելական եկեղեցու տոների վերաբերյալ կարճամետրաժ ֆիլմեր։ Գաղափարը ծնվեց այսպես, որ մտածեցի, որ կարճամետրաժ ֆիլմերը լավ միջոցներ են, որպեսզի ինֆորմացիա տարածենք, նաև քաշություն հենվելով մարդկանց ապրած կենդանի կյանքի օրինակի առօրյայի, թե տոներ ինչպիսի ազդեցություն ունեն իրենց կյանքի վրա, ինչ փոփոխություններ են կատարում, նաև որպես կենդանականներ, թե մեր պատմությունը տոներ ինչպիսի պատմություն են անցել, ինչ կորուստներ են ունեցել կամ առհասարակ մենք հիմա այժմ ինչպես ենք նշում մեր տոները։ Եթերում այսօրի մարզային թողարկումներ, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս